Եվ թե նաև բովանդակային փոփոխություններ կրթության ոլորտում։ Կարևոր է նաև, թե մենք ինչպես ենք հավաքագրում մեր կադրերին, որովհետև երբ որ մենք խոսում ենք կրթության մասին, կարևոր է կրթությունից մի քայլ հետ գնալ, այսինքն հասկանալ, թե ովքեր են այն անձինք, որոնք պիտի մասը կազմում են այս կրթությանը։ Եվ հետևապես այս տարվա կտրվածքով արդեն իսկ հավաքագրման process-ը ևս լինելու է մեր թիրախում որպես առաջնային խնդիր։ Հմուտ կադրերին ծառայություն բերելը միայն բավարար չէ, սիրելի գործընկերներ, որովհետև կարևոր է նաև նրանց պահել համակարգում, կարևոր է նրանց համար արժանապատիվ կենսապայմաններ նաև ապահովել։ Եվ արժանապատիվ վարձատրության ապահովման համատեքստում 2024 թվականին շարունակվել է ոստիկանության ծառայողների ատեստացիան։ 24 թվականի կտրվածքով ատեստավորման համար դիմել են ոստիկանության 4063 ծառայողներ, որոնցից 1031-ը հաղթահարել են ատեստավորումը։ Այսօր համակարգում, օրինակ, քրեական ոստիկանը, եթե նախկինում ստանում էր շուրջ 285,000 դրամ դրամական բավարարում, այսօր այլևս այդ թիվը կրկնապատկվել է։ Բնականաբար շատ են հնչում այնպիսի մտահոգություններ, որ այ օրինակ ոստիկանությունն է այն համակարգը, որտեղ որ պիտի աշխատավարձային նմանատիպ քաղաքականություն լիներ եւ փոփոխվեին աշխատավարձերը, հարգելի գործընկերներ, վստահաբար այո, որովհետեւ Հայաստանի Հանրապետության քաղաքացու անվտանգությունն ապահովող իրավապահ կառույցի ներկայացուցիչը պիտի ունենա արժանապատիվ վարձատրություն։